իրականում ՍԱՏՄ-ն խիստ մտահոգիչ է համարում Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի այսպիսի շեշտակի ավելացումը։ Նաև արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահայտված բեռներում Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ Ռուսաստանի տեղական վերահսկողության դաշնային ծառայությունը Ռոսելխոզնadzorը կարանտին վնասակար օրգանիզմներ է հայտնաբերել նոյեմբերի 24-ից 26 ընկած հատվածում։ Նախորդող 11 ամիսների համեմատ այդ 3 օրվա խախտումները հաճախակացել են 110 անգամ, ավելացել են։ Այսինքն սա խիստ մտահոգիչ է, տեսեք, Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում Հայաստանից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը 36-ը հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, մյուս կեսը ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ ինչպես Ռուսաստանի Դաշնության հայտարարության մեջ է ասված, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով, առանց վերահսկողության ընթացակարգերի փոփոխության։ Սա իհարկե մտահոգության խնդիր է։ Սակայն բնականաբար Սնդամթերքյան տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ, բնականաբար ակնկալելով հետևողական եւ անաչառ համագործակցության Ռոսելխոզնadzorի կողմից։